Վերջին շտրիխները Դավթյան Սարգսյան հանդիպումից առաջ։ 10-ամյա Սմբատը տոնական կոստյումն է հագնում։ Բաղրամյան 26 սոտքից է եկել։ Իրեն կարգի է բերում եւ անցնում դահլիճ։ Եռագույնը ձեռքին սպասում նախագահին։ Որ դիմավորենք պարոն Սերժ Սարգսյանին, գեղեցիկ։ Բաղրամյան 26-ի մուտքն ազատ է փոքրիկների համար։ Նախագահական նստավայրում սահմանամերձ համայնքների երեխաներն են։ Մուլտհերոսներ, ծաղրածուներ, հեքիաթային կերպարներ։ Զվարճանքը մի կողմ թողած խնձորուտից Գորն անհանգիստ այս ու այն կողմ է գնում։ Նախագահ Սարգսյանին իր եւ հասակակիցների ցանկությունն է ուզում հայտնել։ Սպասում են խնձորուտի ճանապարհի նորոգմանը։ Որ սարքել գիշել է լիքը խաղանք, հետո կգշենք։ Մյուս ցանկությունները միայն նախագահի ներկայությամբ։ Փոքրիկ հյուրերը եռագույնները թափահարելով դիմավորում են երկրի առաջնորդին եւ առաջին տիկնոջը։ Երկրի առաջնորդը շնորհավորեց փոքրիկներին եւ խաղաղություն մաղթեց։ Խաղաղ կյանք առանց պատերազմի եւ կրակոցների։ Մենք ձեզ ցանկանում ենք, որ երբեք որևէ անգամ դուք կրակոց չլսեք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդպես լինի։ Գետաշենցի Հասմիկը նախագահի խոսքը լսեց, մոտեցավ ու մտքում պահածն անձամբ ասաց. Ասեցի ուզում եմ մեր զինվորների խաղաղություն, որ իրանք չզոհվեն ու շուտ տուն գան։ Հասմիկը վերջին կրակոցները հիշում է, գյուղամիջում էր։ Հիշեց ու սահմանը պահող բոլոր զինվորների համար Գետաշենը երգեց։ Բազմել ես լեռներին, ունես հազարշեն։ Բարձր առաջադիմություն եւ եռանդ նախագահի մյուս մաղթանքն է դառնալ երկրի արժանապատիվ քաղաքացի, լավատես եւ տրամադրված միայն բարի գործերի։ Ձեր ծնողները եւ ընդհանրապես բոլոր մեծահասակները ամեն ինչ անելու են, որպեսզի դուք բարով մեծանաք, որպեսզի դուք կյանքի նկատմամբ լցվեք լավատեսությամբ, լինեք բարի, որովհետև աշխարհը ավելի լավն են դարձնում բարի մարդիկ։ Տոնածառի լույսեր, բարվեք։ Նստավայրի տոնածառի լույսերը հանդիսավոր վառվեցին տոնական միջոցառմանը միացան նախագահն ու առաջին տիկինը։ Լսեցին փոքրիկներին սելֆիներ, լուսանկարներ, երեխաներն էլ իրենց հերթին խոստացան արդարացնել սպասումները։ Հաջորդ անգամ այստեղ կգան որպես գերազանց սովորողներ, իրենց հաջողության պատմություններով, որպես ապագա Հենրիխ Մխիթարյան եւ Լևոն Արոնյան։ Բժիշկ Ոստիկան, Բաքսով։ Չորաթամ, Բերքաբեր, Պառավաքար սահմանամերձ համայնքներից Երևան եկած երեխաները բարձրանում են Թումանյանի 54 տարիները խորհրդանշող աստիճաններով։ Նրանք մայրաքաղաք են եկել 1 օր առաջ։ Նրանց համար կազմակերպվել է նաև լրացուցիչ մշակութային ծրագիր, այցելություն, թանգարաններ։ Ախ, ինչ լավ է սարի վրա։ Անցնում օրերին անուշ։ Կիրանցի Երիկը պատրաստված է եկել Թումանյանի տուն թանգարան, թեև առաջին անգամ է, բայց գիտի որտեղ ինչ կա։ Սկզբում ձախորդ Փանոսի պատմությունը դիտեց 3D ու կիսվեց փանոսությունից խուսափելու իր բանաձևով։ Պետք է ուշադիր լինել, խելացի լինել։ Հետո այն, ինչ պատմել էին ընկերները, Վերնատանը շրջում է վիրտուալ Թումանյանը։ Թերթ է կարդում։ Երեխաների 3 նաև շրջել են գիշերային տոնական Երևանով։ Մայրաքաղաքից մինչև կվերադառնան իրենց սահմանամերձ համայնքները, երկրի սահմանը պաշտպանող բոլոր զինվորներին համբերություն ու տոկունություն են մաղթում երգով։ Հայկու Հիասատրյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։